վրաց համար թակուհին ի տարբերություն իր նախորդների լայնախոհություն էր դրսևորել եւ տարածքների ազատագրման գործընթացն արագացնելու եւ հայ իշխանների շրջանում հատկապես մոտիվացիա առաջացնելու համար հատուկ հրամանով թույլատրել էր, որ տարածքը, որ հայ զորահրամանատարը որ ազատագրի, այդ տարածքը նրան կշնորհվի որպես սեփականություն։ Եվ այս առումով իհարկե ստացվում է, որ Զաքարյանները ինչ տարածք որ ազատագրում էին, նրանց ենթակա զորականները դառնում էին այդ հողի տեր, իսկ Զաքարյան իշխաններն էլ աստիճանակարգային սկզբունքով փաստորեն այդ համակարգի գագաթն էին կազմելու, նրանք իրենց ենթակա զորականները, նրանց ենթակաները եւ այդպես հայ հասարակության ավանդական միջնադարյան այդ հիերարխիկ կառույցը վերականգնվելու էր։ Այս համակարգում բնականաբար շատ կարևոր է, որպեսզի իրավահարաբերությունների հստակ միջավայր լինի եւ այդ հիերարխիան հստակ պարզ լինի։ Ընդ որում հայ իշխանները վերականգնելու էին փաստորեն հայկական հողատիրության համակարգը եւ դրա համար պետք է հստակ մշակվեին կանոններ, սկզբունքներ։ Եվ նաև այս տեսանկյունից մենք պետք է մոտենանք Գիրք դատաստանի աշխատությանը։ Նա փաստորեն Հայաստանի նոր միջավայրի համար տալիս է այդ իրավահարաբերությունների հստակ դաշտ։ Միտքը հետևյալն է. թագավորության վերականգնման ճանապարհին պետք է նախ եւ առաջ հայկական հողատիրության համակարգը ամրապնդվի, վերականգնվի լրիվ, իսկ մենք չմոռանանք, որ օրինակ երբ 428 թվականին կործանվել է Արշակունյաց թագավորությունը, 885 թվականին հնարավոր է եղել Բագրատների թագավորության վերականգնումը, այսինքն հայոց թագավորության վերականգնումը Բագրատների գլխավորությամբ, միայն նրա շնորհիվ, որ այդ ժամանակամիջոցում հողը ժառանգաբար պատկանել է հայ նախարարներին, գոյություն է ունեցել նախարարական պետական համակարգ։ Եվ եթե հողը ժառանգաբար հայ նախարարներին չպատկաներ, հնարավոր չէր լինի թագավորության վերականգնումը։ Այսինքն կոնսոլիդացիայի համախմբման գործընթացը պետք է ղեկավարեն էլիտաներ։ Այդ էլիտաները պետք է ունենան ռեսուրս այդ ժամանակ հողով էր որոշում։ Հողակտոր իր տնտեսական հնարավորություններով մարդկային ներուժով այդտեղ ապրող մարդիկ դառնում էին այդ հողատիրոջ մարդկային ռեսուրսը։ Դրա համար Ղթար-Գոշի համար կարևոր է ֆիքսել, որ պետք է շինականները հարգեին իրենց հողատիրոջը, կատարեին բոլոր հարկային պարտավորությունները։ Մյուս կողմից պարտավոր էր հողատեր իշխանը ապահովել իր տարածքում ապրող մարդկանց անվտանգությունը, սոցիալական երաշխիքները եւ բնականաբար այս ամենում իր որոշակի դերակատարությունը պետք է ունենար նաեւ հոգեորականը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։